Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ նախ մի քանի անձնական նամակների փորձեմ եթերով պատասխանել, հետո անդրադառնանք շատ կարևոր թեմաներ կան, հատկապես կապված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների եւ փոխվարչապետի հանրայինում տված հարցազրույցի, ինչպես նաև արտգործնախարարության հրապարակումների հետ կապված։ Այնուամենայնիվ գանք մի փոքր խորքից, ուրեմն այսօր արդեն երկրորդ անգամ, եթե չեմ սխալվում, մեզ այսպես հայտնի Պրոշյան սովխոզի բնակիչները, քաղաքացիները փակել են ճանապարհը, աշտարակ Երևան ճանապարհը միջպետական, եւ ոստիկաններն էլ մոտեցել են կարգ պահպանելու, որոշակի բախումներ են տեղի ունեցել, որովհետեւ իրականում այնտեղ հույզեր կան, եւ ոստիկանությունը չեմ կարծում, որ կարող է էֆեկտիվ աշխատել, դրանով կարող է միայն ավելի սրել քաղաքացիների տրամադրությունները, որովհետեւ ռեալ պատասխաններ են անհրաժեշտ, եւ այս այն դեպքն է, որտեղ որ կխնդրեմ պարոն Խուդատյանին մոտենալ պրոշյանցիներին ու փորձել լսել նրանց տեղում, ինչի՞ չմոտենալ, ինչու չլսել, որովհետեւ տեսեք, ինչպես ես հասկացա, շատ խորքային դեռ չեմ տիրապետում խնդրին, անկեղծորեն ասեմ, ես պատրաստվում եմ այսօր թե վաղը միայն ժամանակի սղության պատճառով հանդիպել նրանց հետ, ավելի մանրամասն դետալային հասկանալու, հասկանում եմ նաև, որ միջպետական ճանապարհ փակելով հարցերին լուծում տալու շրջանն անցել է ու լավ կլիներ քաղաքացիներն էլ համախմբված մոտենային կոնկրետ որևիցե կառույց եւ իրենց պահանջները այդ կառույցի մոտ ներկայացնեն, հնարավոր է լսված լինեն, բայց այնուամենայնիվ մարդիկ են այսպես են որոշել ավելի շատ իրենց ուշադրություն գրավել դեպի իրենց կողմ եւ ժողովրդավար երկրում, թե ինչու չի փորձում պարոն Խուդատյանը գոնե մեկ հայտարարություն անել այս ուղղությամբ, դեռ չեմ խոսում մոտենալու մասին, իսկապես անհասկանալի է։ Հարցը տրանսպորտն է, որ կար Երևանից մինչև Պրոշյան սովխոզը կարելի է անգամ Երևանի Արվարձան համարել, քանց թե բան, որովհետև բավականին մոտիկ է գտնվում, եւ տրանսպորտը, երևանյան տրանսպորտը մի քիչ երկարացնելով իր մարշրուտը, այսպես ասած, երթուղին հասնում էր մինչև այնտեղ։ Դե որոշակի կարգավորումներ պետք է մտնեին ամեն դեպքում ու մտան, որովհետև չի կարող Երևանի բյուջեով աշխատող երևանյան տրանսպորտը Երևանից դուրս ծառայություններ կատարել, դա օրենքի հետ խնդիր է առաջացնում, եւ ոնց հասկացա, այս ուղղությամբ ինչ որ տենդեր է եղել, թե ինչ է եղել, ամեն դեպքում հիմա սպասարկումը կիրականացնի այլ կազմակերպություն, որը փոխկապակցվում է Գագիկ Ծառուկյանի անվան հետ, չգիտեմ որքանով ասած ճիշտ, որքանով չէ, կներեք, եթե սխալվում եմ, ով առաջարկում է սովխոզից մինչև Պրոշյանից մինչև ֆիզիկայի խաչմերուկ այլ գումար 200 թե 250 դրամ։ Սա սարսափելի բան է, հաշվի եթե առնենք, որ այնտեղ զբաղվածությունը քաղաքացիների այնքան էլ մեծ չի, հիմնականում աշխատում են հենց Երևանում, դե ուսանողների մասին էլ չխոսենք, ճիշտ է Երևանի ներսում ուսանողները ունեն որոշակի առավելություն երթուղուց օգտվելու, բայց Պրոշյան սովխոզից մինչև Երևան չկա դա, եւ հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջանում ծնողների վրա, նույն երիտասարդի վրա, ամսական եթե հաշվենք նրա գնալ գալը։ Ուստի այստեղ կա լրջագույն խնդիր, ես չեմ հասկանում Պրոշյանից Երևան այդ ինչն են գումարել ինչին, ինչից ինչ են անել, որ ստացել են 250 դրամ եւ այլ ինչ առաջարկներ են եղել, որ այնուամենայնիվ այս գինը առաջարկողն է շահել տենդերը, հա, մի հատ կխնդրենք այս մասով լուսաբանումներ եւ եթե կարելի է նաեւ ուրախ կլինենք, եթե մոտենակ քաղաքացիներին, որովհետեւ նմանատիպ դեպքերում այստեղ խնդիր է առաջանում, այդ խնդիրը երբեմն ինչպես վարվել չիմանալուց է լինում, տեսեք, ես անգամ արդեն սպասում եմ, որ այս անդիմադիրներ կհայտնվեն այնտեղ, բնականաբար իշխողությունն էլ կասի, դե տեսեք քաղաքական
բանա ակցիա դա կքաղաքականացնեն ու այդպես կփորձեն մարել ամեն ինչ ոչ այդպես չի կարելի թույլ տալ դե եթե դուք չեք մոտենում բնականաբար ընդդիմադիրներն նրա համար են որ օգտվեն նմանատիպ առիթներից բայց այստեղ ես արտախորհրդարանական ընդդիմությանն էլ ասելիք ունեմ հարգելիներս ձեզանից շատերին իսկապես հարգում եմ ձեր կուսակցական գործունեությունը ձեր քաղաքական հետագիծը ընթացքը այսօրվա իրականության մեջ ձեր տեղն ու դիրքը ձեր վերլուծությունները, առաջարկները եւ այլն։ Իսկապես ընդգծված հարգանք ունեմ որոշ գործիչների եւ նրանց կուսակցությունների հանդեպ։ Այստեղ մենք միշտ բախվում ենք մի խնդրի, որ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է ցանկացած քաղաքացիների խմբի բողոքի ակցիա, որը սահմանադրությամբ թույլատրելի է, քաշել իր ձեռքը եւ օգտագործել իր դիրքերից որոշակի դիվիդենդներ հավաքելու։ Ես միշտ զարմանում եմ նման բողոքի ակցիաներին, որը հանրությունն է կազմակերպում, անկախ նրանից տեղին է, անտեղին է, բայց մարդը չի ըմբռնել ինչ-որ բան, բողոքի ակցիա անում կամ ըմբռնելա չի ընդունում, բողոքի ակցիա անում։ Այս պարագայում ինչու դուք չեք մոտենում։ Չէ որ այսօր դաշտում, օրինակ ես 26 թվականին կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի բևեռականացված իրավիճակ չստեղծվի, նախկիններ ներկաներ, որովհետև բավա, 21 թվին նորմալ էր, հասկանալի էր այդ ամեն ինչը, բայց մենք առաջ ենք գնում եւ 26 թվականին պետք է նրանք առհասարակ առհամարված պիտի լինեն ու քաղաքական դաշտում առողջ ուժեր պիտի առաջանան։ Այս առողջ ուժերը պիտի գործեն այս ընթացքում ախր։ Այս 5 տարիների ընթացքում իհարկե այդ գործելը ոչ միայն թիրախավորել իշխանություններին կամ առաջարկներով հանդես գալը, այլ նաեւ ակտիվ գործունեության փուլ մտնելն է։ Եվ անկեղծ լինենք, ես շատ կցանկանայի տեսնել նույն պրոշյանցիների բողոքի ակցիայի մեջ այս քաղաքական գործիչների ներկայությունը, ովքեր կմոտենային, տեղում կպարզեին ինչը եւ իրենց կուսակցական ռեսուրսը կփորձեին գործել օգտակար առումով այս քաղաքացիներին աջակցած լինելու համար։ Այ երրորդ դաշտում այն մի հատ հարթակում, որտեղ որ պետք է վերադասավորվեն քաղաքական ուժերը 26 թվականին ընթառաջ, ինչու եմ երրորդ ասում, որովհետև մեկը իշխանությունն է, մյուսը այն բևեռականացված ընդդիմությունը նախկինները, այսպես ասած, ռոբասերժական կլանը, որը պետք է հրաժեշտ տա քաղաքական դաշտին։ Իսկ այդ հրաժեշտը իշխանությունը չի կազմակերպելու։ Չի կազմակերպելու իշխանությունը, որովհետև իր կազմակերպած է որպես իշխանություն դիտարկվելու է քաղաքական հետապնդում ու հալածանքներ, դուք էլ մեծ մասամբ արևմտամետ գործիչները, արևմտյան արժեքն համակարգ կրող գործիչները հասկանում եք դա ինչ է։ Շատ լավ եք հասկանում։ Ապա ինչու այս իմաստով, բայց իրենք էլ իրենց հերթին սա լավ հասկանալով փորձում են բլոկ դնել ընդդիմադիր հարթության վրա, այսինքն քաղաքացին երբ որ տեսնում է մի քաղաքական ուժ փորձում է ինչ-որ բան անել, սկսում է դա կապել նախկինների հետ, որովհետև հասարակության հետ աշխատանքներ չեն տարվել։ Իհարկե ես հասկանում եմ բարդ շրջանների միջով ենք անցել ու ձեր գործունեության ընդհանուր մասշտաբներ, մոտեցումներն էլ շատ լավ հասկանում եւ ինչու ոչ բարձր եմ գնահատում, բայց այս պարագայում պետք է այդ բլոկը քանդել ու առաջանալ ու մի քիչ ավելի հասարակության հետ սկսել աշխատել ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլ հենց քաղաքացիական տեսանկյունից։ Ու հեշտ պարտադիր չի, որ ասենք օրինակ գնաք ինչ-որ բանով աջակցեք, հետո ասեք, բայց ընտրություններին մեզ ձայն կտակ։ Ոչ, դուք ձեր գործունեությունը արեք, քաղաքացին որքանով կգնահատի, որքանով չէ։ Ես այս իմաստով իհարկե հարգելի պրոշյանցիներ, ես ձեր կողքին եմ, ես պիտի արդեն ձեզանից այդտեղի բնակիչներից ինձ հետ կապվել են, պարզապես իսկապես գրաֆիկի սղության պատճառով ես չեմ կարողանում առայժմ հասնել այդտեղ, հիմա կասեմ նաև թե ինչու, բայց կարծում եմ, որ այսօր կամ վաղը որոշակի հանդիպումներ, երբ որ խորքային հասկանանք ինչ է ինչ չի, կփորձենք օգտակար լինել եւ տեղում լուսաբանել նաեւ տեսեք, նայում ենք մարդիկ դուրս են եկել ճանապարհ են փակել։ Մյուս կողմից նայում ենք ոստիկանները իրենց աշխատանքն են անում ու այս ամեն ինչի մեջ մենք մի հատիկ པարզ նախադասություն չենք լսել։ Ինչի մասին է սա։ Եվ այս անորոշությունը դարձնում է մարդկանց մեջ առաջացնում է որոշակի էմոցիաներ եւ բնականաբար ընդդեմ իշխանությանը։
Եվ իշխանությունը հետո նստում ասում է բանա, բա գիտեք, այս մի քիչ քաղաքականացված էր, բա գիտեք, այս մասով պիտի այստեղ դիմեին այնպես, մոտեցեք։ Ասենք օրինակ падգամավորներից ինչի չեն մոտենում։ Ինչի չեք մոտենում, մարդիկ են մի ամբողջ բնական, ես հասկանում եմ, որ ըստ աշխարհագրական դիրքի այդ կողմի վրա ավելի շատ են դաշնակցական քաղաքացիներ, բայց այդ քաղաքացիները, որ դաշնակցական են, շատերը կուսակցության հետ կապել չունեն, բայց մարդիկ ունեն խնդիր եւ իշխանությունը բոլորի իշխանությունն է, չէ՞։ Ապա ինչու չաշխատել այդ քաղաքացիների հետ։ Չմոտենալ, մի հատ պարզաբան էլ հասկանալ ինչի մասին է խոսքը։ Եվ առհասարակ տրանսպորտի մասով Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի ամեն ինչ քանդ ու քարափ եղած է։ Եվ ես հասկանում եմ ինչքան բարդ է սկսել համակարգել Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային համակարգը, այդ ենթակառուցվածքներ եւ այլ, բայց այնուամենայնիվ դա պետքա սկսել ու պետքա սկսել գրագետ։ Չի կարող միշտ էսպես մնալ, չէ՞։ Եվ կան այդ ոլորտում տրանսպորտնիկներ, կան մարդիկ, ովքեր երկար տարիներ աշխատել են նախկինների օրոք, ինչ որ կերպ ստիպված են եղել ելնելով օրվա իշխանությունների մոտեցումներից ստիպված են եղել երևի ինչ որ ոչ օրինական քայլերի էլ ինչ որ տեղ գնալ, դե մի է դա եղել իրականությունը, բայց հիմա այսօրվա դրությամբ ասենք առաջին կամ վերջին անգամ ենթակառուցվածքների նախարարության նախարարը, ասենք, երբ է վերջին անգամ կամ առաջին անգամ հրավիրել իր մոտ այս գծերի աշխատացողներին կամ գծատերերին, այսպես ասած չնայած այդ բառը մի քիչ վատ բառ է, կամ այդ ամեն ինչից հասկացողներին, երբ է մի հատ հանդիպում կազմակերպել, դնեն քննարկեն ոնց ենք անում, որ Հայաստանի այս տրանսպորտային համակարգը թեկուզ պրինտերներով է, թե ավտոբուսներով է, ինչ որակի է, ինչ որակով չի, բերել մի հատ իմի։ Եվ ինչ խնդիրներ կան, այդ մարդկանց էլ լսեք, որովհետև այդ մարդիկ էլ խնդիրներ ունեն, հսկայական խնդիրներ ունեն, հսկայական հարցերի կույտ կա, որոնք պատասխաններ են ակնկալում, երբ որ չկա այս նախաձեռնությունը, բնականաբար մարդիկ դրանից ելնելով այլ տրամադրությունների մեջ են ընկնում եւ իրենց միջավայրն էլ տեղափոխում են այլ տրամադրությունների շրջանակ։ Ես կարծում եմ, այստեղ մեծ աշխատանք կա տանելու, որը որ բարդ չի կազմակերպչական առումով, այստեղ ցանկությունն է անհրաժեշտ որ լինի, այսքան բան։ Սա էս մասով։ Ինձ մի քաղաքացի գրել է, թե ես ձեր հաղորդումը շատ նայում եմ, շնորհակալություն, ինչու մի հատ էլ չես իր խոսքով ասում թքում մրում այս թանկացումների հետ կապված։ Հարգելիներս թքել մրելը աշխարհի ամենահեշտ բանն է, պետք է պատճառները հասկանալ, թե ինչի հետևանք է։ Հայաստանի Հանրապետությունը լուսնի վրա չի, առանձին պետություն չի։ Խնդրում եմ սա եկեք հասկանանք եւ ունի տարբեր տեսակ կապեր միջազգային հանրության հետ եւ ենթակառուցվածքային այսօրվա աշխարհագրական դիրքից ելնելով ցավոք սրտի այնպես է արտաքին աշխարհի հետ կապերը բան որ կամ շատ թանկ է նստում տրանսպորտային փոխադրումները, հա, ինչ որ նյութերի, հումքերի եւ այլն կամ առաջին կարևորության ապրանքների կամ կապված ենք մի հատ լարսից։ Որ ասում ենք ենթակառուցվածքների բացել, խաչմերուկներ, խաղաղության, չգիտեմ, Թուրքիայի հետ սահման բացել, հարևանների հետ, ինչի մասին ենք ասում։ Դրա մասին ենք ասում։ Ու գումարած դրան տարածաշրջանում եղած այս մեծ սպառնալիքը նույնպես ազդում է պարտադիր կերպով։ Այսինքն այնպես չի, այն ժամանակ չի, որ անիմաստ թանկանում էր ու այդ, ասենք, այդ թանկացումը կապված էր կոնկրետ բանի կոռուպցիայի հետ։ Այդ ժամանակը չի։ Այն ժամանակ կարող էինք բողոքել թանկացումների հետ, որովհետև ասում ենք, ախպեր ջան, բանանախի է 3000, օրինակ։ Կամ ալյուրը մի հոգի էր, բերում թանկ էր։ Իսկ հիմա այդպես չի։ Եթե անգամ մի հոգի բերի ու երկրորդը դեռ չի ուզում մտնել այդ տեսակ բիզնեսի մեջ, միևնույնն է դա կառավարվում, վերահսկվում է։ Ասենք,
Այսօր Իրանի հետ կապված պատմությունը Միացյալ Նահանգներ Իրան ովքեր որ արդեն ուղիղ բանակցությունների մեջ են ու շաբաթ օրը պիտի հանդիպեն արդեն ուղիղ քննարկելու ինչից կախված կլինի լայնածավալ պատերազմ սկսվում է թե չէ մեր քթի տակ եւ մենք հասկանում ենք չէ որ այդ պարագայում սահմանը փակվելու եթե հանկարծ պատերազմ սկսվեց այդ մի հատ թույլ սահմանը Իրանի հետ ունեն ինչի եմ ասում թույլ որովհետեւ շատ ապրանքատեսակների վրա սանկցիաներ են կիրառվում եւ դրա համար ներմուծումը անհնար է դառնում եւ որը նույնպես ազդում է գների վրա այս իրավիճակում եթե քթներից տակ պատերազմը սկսվեց շատ բարդ է լինելու Հայաստանում չի կարող չազդել ոչ միայն գների վրա, այլ անգամ դրամի արժեքի վրա, ամբողջ անվտանգային համակարգի վրա։ Եկեք մի փոքր ըմբռնումով մոտենանք։ Վատ բան է թանկացումը, բոլորս ենք հասկանում։ Իհարկե, որոշ ուղղություններ կան, որ անտրամաբանորեն են թանկանում։ Ասենք բնակ վարձերից սկսած հողատարածքներից վերջացրած։ Իհարկե, այդտեղ էլ տրամադրությունը եթե գտնենք, հանկարծ կարող է հանցավոր գործունեություն հայտնաբերենք։ Ընդհուպ միջև հանցավոր գործունեություն, բայց այնուամենայնիվ այս իմաստով մենք պետք է ըմբռնենք, մենք պիտի սկսենք հասկանալ, ճանաչել աշխարհը։ Ամեն ինչը փոխկապակցված է մեկը մյուսի հետ։ Այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգները, օրինակ, 10% Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի համար մաքսատուր կադրում, Չինաստանի վրա 34%։ Չգիտեմ, ասենք օրինակ էլի, եկեք մի հատ այսպեսի բան ասեմ, երեք իմ ավակ ընկերների հետ նստած զրուցում ենք, շատ մոտ ովքեր որ արտերկրում էլ երկար տարիներ ապրում են։ Օրինակ Դանիայում 54% եկամտահարկ է վճարում քաղաքացին։ Հայաստանում պատրաստ են այդքան եկամտահարկ, բայց Հայաստանում կարող են չասել, որ Դանիան լավ պետություն է։ Հարցեր կան, ես անկեղծ եմ ասում, ես ամեն ինչը կախված է հասարակության էվոլյուցիան տեմպերը պետքա նախ պետական ուշադրության մոտ պիտի լինեն եւ պիտի նաեւ հասարակական կազմակերպությունները այստեղ շատ խորքային աշխատանքներ տանեն։ Եվ գումարած դրան մեդիա տիրույթներ լցված է, ծայրից ծայր լցված է fake news-ով, դա ինֆորմացիոն պատերազմ է գնում Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ ներսից 5-րդ շարասյունը հոժարակամ աջակցում է դրան եւ հանրության որոշակի շերտել ընտրում է դրանց աջակցում այդ 5-րդ շարասյունը խնդրեմ ամեն բան փոխկապակցված է օդից ոչինչ չի թանկանում ոչինչ եւ երբ որ խոսում ենք օրինակ Թուրքիայի հետ սահման բացելու սահմանները բացելու մասին ես տեսնում եմ ինչքան քաղաքացիներ մեր քաղաքացիներն են չէ ուրիշ քաղաքացիներ չեն օթից չեն իջել մեր քաղաքացիներն են ովքեր կարծում են որ չպիտի բացվի այդ սահմանը եթե չպիտի բացվի բնականաբար ճանապարհը երկար է լինում եթե ճանապարհը երկար է լինում բնականաբար ապրանքը թանկանում է չնայած կան նաև սրա հետ կապված այլ բարդություններ նույնպես որը որ կառավարելու ձևից է գալիս, եթե անկեղծ լինենք, ու այստեղ պետեկամուտների կոմիտեն հսկայական աշխատանք ունի անելու։ Օրինակ, մարդը, ասենք, հասարակ օրինակ եմ բերում, կարտոֆիլ ֆրի սառեցված վիճակում Իրանից ներմուծել է Հայաստան։ 10-ից 14 օր մնում է արարատյան անցակետում ապրանքը։ $30,000 ապրանքը մի հատ էլ $3,000 տալիս է, որ տանեն թափեն։ Բնական է, չէ՞ որ այն մյուս ֆուրը, որը որ նույն մարդը բերել է, թանկ է լինելու։ Կամ ասենք նույն արարատյան մաքսակետում կարող է հարց տան, մեկ էլ ասում են, բախի է այս ապրանքը այսքան էժան։ Երևի տենց ես գրում, որ քիչ մուծ էս բանը։ Երևի ով չէ, այն կազմակերպությունը են մենք։ Եվ այստեղ խնդիր կա, եւ ՊԿ այստեղ անելիքներ ունի։ Ես իհարկե տնտեսագետ չեմ, որպեսզի ավելի մանրամասն ներկայացնեմ, բայց ընդհանուր առմամբ այստեղ այնքան խնդիր կա։ Ու այդ խնդիրները ոչ թե հիմա են ստեղծվել, դրանք եղել են միշտ, ուղղակի այլ կերպերով, այլ հենց այնպիսի կարգավորումներ են եղել, որ կոռուպցիան լինի, որ ատկատներ գնան։ Ու հիմա
Այս ամեն ինչը անցքերը փակել, գումարած նոր օրենսդրական կարգավորումներով բերել իմի բնականաբար դժվարացնում է իրավիճակը երբեմն, որովհետև ամեն ինչը չի, որ ասես կարող ես դու որոշել ու դա իդեալական աշխատի։ Բայց որոշ դեպքերում այնքան անտրամաբանական բաներ ենք տեսնում։ Այնքան անտրամաբանական բաներ։ Դրանցից մի մասը բարձրաձայնել ենք ու փառք Աստծո որոշ հարցեր լուծվել են։ Բայց ի՞նչ է նշանակում մինչև 14 օր ապրանքը կանգնացնել, բա այդ վարորդի գումարա չէ, օրը, ասենք ենթադրենք օրը $200, ասենք մի ֆուր ապրանքը օրը $200, ասենք 10 օր կանգնած հավելյալ $2000 տալիս է, հավելյալ այն ինչին գումարը տալիս է, հավելյալ այն ինչը տալիս է, իր վրա ապրանքը նստեց, օրինակ մի դրամանոց ապրանքը նստեց 2 դրամ, ինքը արդեն պիտի վաճառի 3 դրամով, այն ինչ կարող էր վաճառել 1.5 դրամով կամ 2 դրամով, եւ այո, այստեղ խնդիր կա, բայց այդ խնդիրը միակողմանի, ասենք, բան չի էլի, այն հիմնական պատճառը դեռ չի, պատճառը, բայց առաջնայինը իհարկե աշխարհ կարգավորումներն ու աշխարհ դասավորություններն են, համաշխարհային այս ճգնաժամային իրավիճակն է, պատերազմները եւ այլն, այն էլ մեծ պատերազմները այնպիսի երկրներում, որոնցից որ մենք տնտեսապես որոշակի կախում ունենք։ Պատերազմը Նոր Զելանդիայի ու Ավստրալիայի միջև չի։ Պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև է, որ տնտեսապես հսկայական ազդեցություն ունեն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ բնականը դա ազդելու է։ Կարժաթար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ ու արդեն մի փոքր խոսենք այլ հարցերից, որոնք որ չափազանց կարևոր եմ ես համարում, որովհետև դրա տակ շատ վտանգավոր բաներ կան, կարևոր է այդ իմաստով, ուրեմն արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի բանա չէ հնչում, որոշ ներկայացուցիչներ ապրիլի 7-ին հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում Ազատության հրապարակում տեղակայված վրանում հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության ազգային ժողովում ներկայացված Արցախի ժողովրդավարական եւ արդարություն կուսակցությունների ղեկավարությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են արցախցիների իրավունքներին վերաբերող մի շարք օրակարգային հարցեր եւ դրանց լուծմանն ուղղված համատեղ անելիքների ջանքերը։ Քննարկումների մասնակիցները կարևորել են միասնականությունն ու համախմբումը հետագա գործողությունների պլանավորման ու կազմակերպման հարցում։ Տեսեք, սա շատ վտանգավոր մոտեցում է, նախ ամբողջ Արցախի բանակցային գործընթացը, որ տեղի է ունեցել, տեղի էր ունենում հենց իրավունքների մասին, ու այս նույն ջանասիրությամբ առաջ չէր մղվում դրանով Բաքվին նեղը գցելու համար, հա, բայց արի ու տես, որ Հայաստանի Հանրապետությունում դա հնարավոր է դառնում։ Այնուամենայնիվ, այո, արցախցիները պիտի որոշակի, եթե խնդիրներ կա, դրանց մասին բարձրաձայնեն, բայց դա չպիտի դառնա քաղաքական մեխանիզմ հայաստանյան իշխանություններին ճնշելու համար, չի կարող դառնալ, եւ չպիտի դառնա խաղաքարտ Ալիևի ձեռքը։ Չպիտի մի օր Ալիևը կանգնի ու ասի, տեսեք հենա, մեր մոտ էին իրավունքներից խոսում են, Հայաստանում խնդիրներ ունեն իրավունքների մասով, կամ եթե որ համախմբվում են արցախցիները, կարող ենք իմանալ ում դեմ են համախմբվում։ Ու արդյոք սա հենց այն բաժանարար գիծը չի արցախցի հայաստանցի, որի մասին այդքան փորձում ենք ձեզ բացատրել։ Որ իրավունքներն են խախտված, ինչ առումով է խախտված։ Շատ վտանգավոր բան է սա։ Եվ այստեղ պիտի իմ կարծիքով ազգային անվտանգության ծառայությունը որոշակի աշխատանքներ տանի։ Կանխարգելիչ աշխատանքներ պիտի տանի, որովհետև արցախցիների մեծ մասին խաբել ու այլ բան են համոզել միշտ բոլոր ժամանակներում, հիմա նույնպես։ Եվ նրանց ներուժը փորձում են օգտագործել քաղաքական շահերի համար Հայաստանի Հանրապետության դեմ, ոչ թե իշխանությունների դեմ, այլ Հայաստանի Հանրապետության դեմ։ Այլ խնդիրը այդտեղ է։ Հիմա ձեզ համար կընթերցեմ։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փոխվարչապետի հարցազրույցն է, եթե ինչ-որ կասկածներ ունեք այստեղ, կարող եք հարցում անել ստուգել։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 900 ընտանիք ապրիլի 7-ի դրությամբ ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, նշելով, որ 900 ընտանիքից 100-ն է իրացրել սերտիֆիկատը, մնացածները որոշումների մեջ են։ Խաչատրյանը մանրամասնել է, որ 900 ընտանիքը նշանակում է ընդհանուր առմամբ 3800 անձ ստացել է սերտիֆիկատ։ Անդրադառնալով դիտարկմանը, թե արցախցիները բնակարանապահովման ծրագրին չեն դիմում, քանի որ առաջարկվող գումարը քիչ է, չէ, այդ խնդիրներից մեկն է, չէ, բայց որտեղ տուն առնեմ։ Փոխվարչապետը նշել է, որ բնակարանային աջակցության ծրագրով առաջարկվող միջոցները բավարար են։ Նա հիշեցրել է, որ ծրագրի փոփոխություններով ընդլայնվել է բնակավայրերի ցանկը, որտեղ բնակարան ձեռք բերելու համար ընտանիքի յուրաքանչյուր անդամի հատկացվելու է 4 միլիոն դրամ։ Ըստ փոխվարչապետի 3 հոգանոց ընտանիքը հանգիստ կարող է Վանաձորում կամ Արմավիրում 12 միլիոն դրամով բնակարան ձեռք բերել։ Այսինքն 8-9 միլիոն դրամը նախատեսված է եւ եթե կներեք ռազմավարական հարց կա, կառավարությունը դրա համար է, որ նայում է որտեղ ավելի հարմար որ բնակվեն այս մարդիկ եւ նաեւ Հայաստանի Հանրապետության համար որտեղ է հարմար որ բնակվեն ու առաջարկել է բնակավայրերի ցանկ այդ բնակավայրերում ուսումնասիրությունները նաեւ ցույց են տվել որ այո հնարավոր է այդ գումարով ձեռք բերել տուն այդ ցանկից տեղյակ են այդ վրանի մեջ որ հավաքվել եք տեղյակ եք այդ ցանկից ընդ որում այդ ցանկը ընդլայնվել է 12 միլիոն դրամով բնակարան ձեռք կարող եք բերել։ Եվ Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում, որ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Արցախի Հանրապետության քաղաքացիները բնակվեն բոլորը Երևանում։ Մենք բնակարանային ապահովության ծրագրի շահառուներին որոշելու որոշակի հերթականություն ենք սահմանել 5 հոգանոց ընտանիքի համար բավարար է, ասել է նա։ Փոխվարչապետի խոսքով բնակարանային վարձի աջակցության ծրագիրը խանգարում էր երկարաժամկետ աջակցության ծրագիրն իրականացնելու համար, որովհետև ֆինանսները գնում են կարճաժամկետ հարցեր լուծելուն, բաժան հանգցնելուն, իսկ երկարաժամկետի համար չի մնում այլևս միջոց։ Բարդություն է առաջանում։ 24 թվականին կայացրեցինք որոշում, որով ասել ենք, որ 2025 թվականի ապրիլից աջակցությունը կնվազի։ Այն չի գործի աշխատանքային տարիքի մարդկանց համար, կգործի երեխաների, կենսաթոշակային տարիքի անձանց, հաշմանդամություն ունեցող եւ կերակրողին կորցրած ընտանիքի համար, ասել է նա։ Այսինքն սկսել են կարգավորել։ Խաչատրյանի խոսքով խոցելի ընտանիքները մինչև տարեվերջ կմնան ծրագրի շահառու 40+10-ի, որպեսի մարդիկ կներեք էլի, որ Արթուր Աղաբեկյանին ամիսը 50,000 չպիտի տանք, Վիտալի Բալասանյանին կամ մյուսներին, որպեսի մարդիկ վերագնահատեն աջակցության ժամանակավորությունը եւ մտածեն բնակարային աջակցության ծրագրից օգտվելու մասին, հավելել է նա։ Փոխվարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը խոցելի 3000 ընտանիքների համար մշակել է աջակցության ծրագիր, որով 4 հոգանոց ընտանիքը ամսական կստանա 70,000 դրամ։ Այսինքն նրանք ովքեր որ այսպես թե այնպես լափած նստած են ու ընդհանուր ծրագրի շահառու են հանդիսանում, պետք է կարգավորվի։ Հայտնելով թվային տվյալներ Խաչատրյանը նշել է, որ 22000 արցախցի աշխատանք ունի, 4500 բռնի տեղահանված մարդ ինքնազբաղված է, իսկ ֆինանսական աջակցությունն անժամկետ չի կարող լինել եւ ձևաչափերը բնականաբար պիտի փոխվեն։ 23 թվականի հոկտեմբերից Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցության տարբեր ծրագրերով հատկացվել է ավելի քան 115 միլիարդ դրամ, որի մոտ 90%-ը ուշադրություն ծախսվել է կառավարության բյուջետային միջոցների հաշվին։ Սիրում են, չէ՞ ասել, այդ ուրիշ գումարներ է դրսից գալիս է, իրանք էդ են մեզ տալիս։
90% է այդ գումարներից, այսինքն միայն 10%-ն է եղել դրսից եկած աջակցության տարբեր ծրագրերով գումարներ։ 90%-ը ծախսվել է կառավարության բյուջետային միջոցների հաշվին, որը կարող էր այլ բանի վրա ծախսվել։ Եվ մի քանի այսպես հասարակ բաները չհաշվարկող չիմացողների ու մի քանի այլ ծրագրեր ու նպատակներ ունենալով խմբերի ասածներին հավատալով ամբողջ արցախահայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աչքում պետք չի որ դառնա մի վատ բան, ինչը փորձում են իրականացնել, սիրելի արցախցիներ, պաշտոնական տվյալներ գոյություն ունեն ու իսկ այդ պաշտոնական տվյալները օդից չեն վերցվում, հարգելիներս, ես հասկանում եմ, որ կան ծանր, ձեզ ինչ տան ասելու եք ես իմ տունն եմ, բնական է ամեն մեկ, ես 2 տարի գնացել էի բանակ ծառայելու տան պոլիշորն էի կարոտել արդեն, բնական է դա, ես կներեք, ռեալին մի հատ նայեք, և պետություն, մի հատ այսպիսի հարցն է, շատերը արտագաղթում են, կան արտագաղթողներ, օրինակ, Ֆրանսիայում ինչ գնում ասում եք մեզ Փարիզում տուն տվեք, Պետք չէ կառավարությունը նայում է փախստականներին միայն Արցախից չէ ամբողջ աշխարհից, իր պետության համար ոնց է հարմար բախշել, որպեսզի նաև կարողանա կառավարել, նաև կարողանա կենտրոնացած բանի տակ պահել, տարական բաներ կա չի կարելի մանրանալ, որովհետև դա կարա, գիտեք ոնց, ես շատ տարական հարցերի չեմ ցանկանում անդրադառնալ մի բանի համար, որ հանկարծ վիրավորած չլինեմ, հանկարծ մի անսամբտ բան չասեմ, որ վիրավորած լինեմ մնացած արցախցիներին, ովքեր այս ամեն ինչը հասկանում են հիանալի եւ մտնում են Հայաստանի Հանրապետության հնարավորությունների դրության մեջ։ Եվ գիտեք ինչ, այդ պահանջները մեր Արցախը ոնց տվել եք, հետ բերեք, եկեք ես ձեզ ասեմ։ Ուրեմն արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Այս մասին ազատության հարցմանի պատասխան փոխանցել են արտաքին գործերի նախարարությունից։ Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլա Ալիևը հայտարարել էր, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտ եղել է այն, որ մինչև 24 թվականի հունվարը Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը։ 4 տարի շարունակ ձեզ ասում են, Հայաստանը ձեռքերը լվացել է, այնինչ Հայաստանը, այդ նույն Ալիևին էիք, չէ՞ ցիտում։ Հիմա նույն Ալիևին ցիտեք դե, ու լսեք ինչ է ասում։ 4 տարի ձգձգվում էր, որովհետև ուզում են Լեռնային Ղարաբաղի հարցը մտցնել այդ թեմայի մեջ։ Այս ձեր չսիրած կառավարությունը իշխանությունները։ Ազատությանը արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել է, արդյոք դա այդպես է եղել։ Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման, այդ թվում եւ այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք, սիրելիներս, մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրահանգների հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, նշել են արտգործնախարարությունից։ Այստեղ ջանքեր են գործադրում, որպեսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին, Ղարաբաղի ներկայացնողներին, այսինքն նախագահ կլինի, նախարարներ կլինեն,
խումբ կլինի պատասխանատու, հանդիպեն երրորդ երկրներում, այդ նշանակում է որոշակի հովանավորչական աշխատանք նաև Ալիևի հետ, իսկ եթե հանդիպում է Ալիևը, անունը ինչ ա դնում պրոտոկոլի մեջ, իր մոտ ինչ ա գրում, այս օրը Ալիևը ում հետ հանդիպեց։ Մի բան գրվում է, չէ՞։ Իսկ եթե հանդիպեց նշանակում է ճանաչեց, չէ՞, նաև որ Լեռնային Ղարաբաղ ամեն դեպքում դեռ կա ու ղեկավարել կա, ում հետ գնում է հիմա հանդիպման։ Իսկ այդ ընթացքում գիտես դες ինչ էին ասում։ Մերժում էին այդ ջանքերը, ասում էին չէ ժողովուրդ, չի կարելի գնալ այդտեղ, պետքա գնալ միայն ռուսական ազդեցության տարածքներում հանդիպման, Ալիևն չէր գալիս։ Եվ Հայաստանն էլ չէր կարող դա կազմակերպել, որովհետև այդ նույն ժամանակ Ռուսաստանը Հայաստանին վրա ճնշումներ էր իրականացնում եւ 004 շրջաբերականում իանալի դրա մասին գրված է, որպեսզի Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեին մի փաթեթով։ Եւ Ռուսաստանը արդեն որոշել էր, որ Ադրբեջանը 20 թվականից դեռ արդեն արտահայտում էր դրանից առաջ էլ որ Արցախը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Ստեղից ինչ կարող էին անում էին, ասում էին եկեք գնանք խոսալու, կարողացել ենք կազմակերպել Արցախի ղեկավարություն, այդ ասում ենք Հայաստան Արցախի հովանավորն անվտանգություն, այո, այս դրա համար էլ կազմակերպում էր, դա ինչ պիտի աներ, պիտի ինքը մի հատ էլ գնար խոսելու, մենք եկեք խոսեք, Սոֆիայում եկեք նստեք խոսեք։ Իսկ ձեզ շեղում են նույն այդ բաները անձնակազմը ովքեր հիմա դատվում են Բաքվում։ Նույն այո Ռուբեն Վարդանյանը, չէ, այնտեղ չի կարելի։ Պիտի Հայաստանն ամեն ինչ անի, որ մենք Ռուսաստանի բանով խոսենք։ Դուդուկի տակ պարենք։ Ասիմետրիկ գործողությունների մեջ էին մտել Հայաստանի Հանրապետության հետ եւ անգամ վարչապետը երբ որ մամուլի ասուլից էր տալիս Լեռնային Արցախից օկուպացված արդեն ինչ-որ մուննատ հարցադրումներ էին գալիս, շատ լավ իմանալով, որ Բաքուն խոշորացույցով նստած նայում է։ Ես սրա մասին ձեզ բացատրողներ չկային, երբ որ մենք էլ այստեղից փորձում էինք բացատրեինք ձեզ, որպեսզի դուք գոնե հանրությունով փորձեք շտկել իրավիճակը, փորձեք պարտադրել, չնայած այդ ծանր վիճակում, բայց դեռ հնարավոր էր։ Մի հատ էլ այդ ժամանակ այդ բոտերը ձեզ ներկայացնում են, որ տեսեք ատելություն են կարոզում, նրանք չեն ցանկանում մեզ օգտակար լինել։ Կներեք, Հայաստանը ձեզ ասում էր կարող ենք օգնել, աջակցել այս իմաստով ու ջանքերն է դա հեշտ չէր, այնպես չի այնտեղ էլ փլաֆը լցրել, պատարակախը տնկել, սպասում էին Հայաստանի խոսքին կամ Արցախցու ներկայացուցչական կազմին։ Դա բարդ պրոցեսներ էր, որը հավելյալ երաշխիքներ էր բերում։ Որովհետև այդ ամբողջ շրջափակման ընթացքում Ռուսաստանը մի խոսք չէր ասել Բաքվին, իսկ արևմուտքը հազարներ արդեն ասել։ Եվ հասել էր ճնշման մակարդակը այնտեղ, որ Ալիևը ուզեր թե չուզեր պիտի գնար այդ բանակցություններին արևմուտքի կողմում։ Բայց արի ուտեց, որ Արցախի ղեկավար կազմը որոշեցին, որ չէ։ Եվ այսօրվա պես հիշում եմ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը, բանի նաև Արայիկ Հարությունյանի CNN-ին, որտեղ որ սպասում էին, ակնկալում էին այլ բան, այստեղ դուրս են եկել, ասում են, չէ, պիտի Ռուսաստան էլ։ Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմի մեջ է, ամբողջ աշխարհը Ռուսաստանին սանկցիաների տակ է դնում, փորձում բանա, չգիտեմ, քրեական հետախուզումներ միջազգային դատարանով եւ այլն, Ռուսաստանը ձեր ձեռքով փորձում էր ինչ որ կերպ ներկայություն ապահովել որևիցե վայրում։ Եվ դուք գնում եք ռուսական շահի հետևից, ոչ թե Արցախի շահի հետևից։ Եվ սիրելի արցախցիներ, այդ ժամանակ թող նստեին, այսօր մի հատ վրան զարկեին նստեին, խոսեին իրավունքներից արցախցիների, որը ոտնահարվում է ադրբեջանցիների կողմից։ Հասկացաք, որտեղ թե մոռանալով պիտի գնաք այսպես ու բոլոր սլակները բերեք Երևան։ Պարզ տրամաբանությունը, աշխարհը, ասում են Ռուսաստանը հանցագործ է Ուկրաինայի ֆոնին։ Արցախը շրջափակման մեջ, ընդ որում ռուս զինվորներն էլ այնտեղ կանգնած, չէին կարողանում մի 20-30 բնապահպանի հախից գային, թե մնացածի հախից ոնց են, ձեր մոտ հարց չէր առաջանում, եթե մի 20-30 բնապահպան փակել էր ամբողջ Արցախի ճանապարհը, ու այս զինվորները ոչինչ չեն անում, բայց ինչ կլինի, եթե հարցակվի,
մի քանի հազար հոգով։ Ու այդ ժամանակ մենք այդ ամեն ինչը տեսնելով ձեզ բան էինք փորձում բացատրել, հուշել, ասել։ Իսկ ձեր ղեկավար կազմը ձեզ հավաքում էր հրապարակում, որովհետև իրենք ռսակոց են, այո։ Հավաքում էր ձեզ հրապարակում ու հենց այդ իրավիճակում դարձյալ ասում էր միևնույն է շնորհակալություն ռուս զինվորականին, ով կանգնած չի կարողանում բնա պապանին ասի մի հատ ռադեղից տեղից, որ սնունդ պիտի մտնի այս ժողովրդին։ Ես եմ այստեղ ապահովողը նրանց անվտանգությունը։ Այս ագենտուրան տարավ ամեն ինչի, տանում էր ամեն ինչի, որ Հայաստանի ու Արցախի ճակատագրերը նույն ձևով լուծվեն։ Եվ Հայաստանին չէր մնում ավելին, քան գոնե մաքսիմումն անել, որ գոնե Հայաստանի Հանրապետությունը պահպանել։ Չեք հիշում, որ փորձում էին ներքաշել մի հատ էլ այս վիրավոր վիճակում լայնածավալ պատերազմի մեջ, ու այդ ժամանակ ինչ էր լինելու։ Այո, ռուսը գալու էր փրկելու մեզ։ Եվ մենք կորցնելու ենք պետություն, պետականություն։ Այն պետությունը, որտեղ հիմա գոնե դուք լինելու թեկուզ ծանր վիճակում, թեկուզ որոշ խնդիրներով, բայց գոնե կարողանում եք լինել։ Կաք։ Ինչի համար մենք ուրախ ենք, որ կաք։ Բայց ինչ է նշանակում 900 ընտանիք է միայն դիմել բանին, բնակապահովման ծրագրին, բայց տեսնում ենք միտինգավորներ, ովքեր մենք տուն չենք կարողանում, չես կարողանում, գնա մի հատ Վանաձոր հետաքրքրվի օրինակ, կամ Արմավիրի մարզ։ Եթե չես կարողանում, ցույց տուր, ասա հեսա ախպեր ջան, չի լինում։ Թե մենք տեղյակ չենք որտեղ ինչ գներ են, փորձում եք մեզ հակառակը համոզել։ Մի հատ այդ ցուցակը հրապարակեք, ասեք այս ցուցակով ուր գնացել ենք, այս գները չեն։ Ու ես գնամ փորձեմ տեսնեմ ինչ գներ են։ Եթերով էլ կանեմ այդ սախ, ուղիղ եթերով։ Չի կարելի այսպես։ Բերել եք հիմա, չեք զզվում լավ, ինձ համար զզվելի է, որ հիմա մենք օգտագործում ենք այս ամեն ինչը իրար ատելու համար։ Փոխանակ օգտագործենք այլ առաջարկներ ու գործելաձև իրար սիրելու համար։ Եվ անկախ նրանից իշխանություններն ովքեր են, ընդդիմություններն ովքեր են մեր ականջին ինչեր փսփսում, ձեր ականջին բաներ փսփսացողները ձեր ճակատագրի մասին մտածող լինեին, կմտածեին դեռ այնտեղ։ Եվ դոլարային միլիարդատերեր չէին դառնա, թողնելով սահմանը կանսերվի կոկոշների հույսին։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։